Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 7-ի համար։ Օրը երկուշաբթի է, աշխատանքային օր է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 7-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը գործնական հանդիպում ունենք կամ գործնական խոսակցություն ոչ մարդու հետ։ Նաև ճանապարհ եք գնալու և ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում այդ օրը։ Կարող է ձեզ հետ է կապ չունի, կարող ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկի մասին ինչ-որ բան եք լսում և դա է ձեզ ցավ տալիս։ Որովհետև դուք չեք տխրում, չեք արտասվում, ինչ-որ էմոցիաներ չկան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 7-ին։ Հարգելի ցուլեր, օրը երկակի է և ունեք երջանկություն և ունեք նաև հիասթափություն և տխրություն, կարող է ուղղակի իրոք հիասթափվում եք ինչ-որ մեկից, բայց չեք տխրում։ Այդ օրը ինչ-որ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք կամ ինչ-որ հարցեր կլուծվի, կավարտվի։ Նաև ինչ-որ հարցերում տատանվում եք, մտածում եք, ծանրութեթև կարող եք անել և կարող է դա է ձեր այդ տխրության պատճառը կամ ոչ թե տխրում եք, այլ կարող է հիասթափվում եք և ինչ-որ մեկի մասին եք այդպես տատանվում, որ ինչեր էսպես։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություն այդ օրը կարող է լինել, ծնունդ է, կնունք է կամ հղիություն, ծննդաբերություն, յուրաքանչյուր բան, որտեղ որ երեխաները կան։ Եվ ինչ-որ գործեր կմնան, ինչ-որ գործեր չեք հասցնի ավարտեք և մի կողմից էլ երջանիկ եք։ Ինչ-որ բան էլ ձեզ կերջանկացնի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 7-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը օձեր կան, բամբասանք, չարխոսակցություններ, հնարավոր է նաև ինչ-որ մեկ է ճանապարհ եք գնում, ով որ ամբողջ ճանապարհին կբամբասի ու կբամբասի, կնստի, ինչպես որ ասում են թարմականջին, անընդհատ բամբասանք, կամ ձեր հասցեին սա կարող է լինել բամբասանք և դա կարող է ձեզ ցավ տալ, որ բամբասում են, և գիտեք ասեմ, որ այդ բամբասանք այդ ճանապարհը փոխում են ձեր օրը, այդ օրը կարող եք ժամադրության գնալ, այդ օրը կարող եք նաև սիրային հարաբերություններ ունենալ, բայց չէ, ոնց որ օրը փոխվում է, կամ այդ օծն է ձեզ խնդրում, որ այդ ճանապարհ գնաք դրա համար, ձեր գործերը թողում եք, գնում եք հետը ճանապարհ, կամ նյարդայնացնում է ձեզ, էլ նյարդային եք լինում, ոչ ոքի հետ չեք ուզում հանդիպեք ուղղակի։ Որոշ գործեր կանեք, կավարտեք այդ օրը, կվերջացնեք, ինչ-որ հարցեր էլ նաև կլուծվեն, կավարտվեն, հանդիպում շփում ընկերոջ հետ կամ ընկերոջ հետ կարող եք ինչ-որ միտեղ երկար մնալ, նաև այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք, նաև կարող ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած ձեզ մոտ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 7-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը գործնական հանդիպում, գործնական խոսակցություն ունեք, նաև գումար կարող եք ստանալ կամ ինչ-որ բան եք վաճառում կարող եք գումարն են տալիս ձեզ, նաև ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի բավականին, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, կոդ եք գնում, վարկ եք վերցնում, վարկ եք ձևակերպում և այդպես տալիս են ձեզ։
Ինչ որ հույս է առաջանում ձեզ մոտ, հույսով եք լցվում կամ հույսն է դրեք ինչ որ բանի վրա կամ ինչ որ մեկի վրա։ Նորություն այդ օրը կլսեք, ինչ որ գաղտնիք կարող է բացահայտվել եւ սպասում եք։ Ինչ որ մարդկանց եք սպասելու կամ ինչ որ բանի եք սպասելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում ամուսներին ապրիլի 7-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, ոմանք պետական հիմնարկության աշխատողի հետ հանդիպեն, ոմանք տնօրենի հետ կամ հարցազրույցի կարող եք գնալ այդ օրը։ Նաև արտասվում եք կամ հուզված եք, եթե առաջին օրն է աշխատանքի եք, կարող է դա է, որ հուզվում եք այնտեղ աշխատելուց։ Ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը այդ օրը։ Եվ հանկարծակի լուր կարող եք լսել կամ ինչ որ մեկի հիվանդության մասին է կամ ինչ որ մեկը պարկած է եւ այլն, հա, նման ինչ որ մի բան կարող եք լսել։ Նաեւ կարող է ապակինում է սա նաեւ նշանակում, ինչ որ մեկի ապակինման մասին եք լսում։ Եվ ճանապարհ եք գնալու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 7-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը կամ վիճում եք ինչ որ մեկի հետ, կամ տուն եք մաքրելու։
Ոմանք կարող եք վիճել եթե վիճում է, հա, աշխատանքի վայրում կամ ինչ-որ պետական աշխատողի հետ։ Նաև ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, պատվերներ կգրանցեք, կարող եք աշխատանքի ընդունվել, հարցազրույցի գնալ, նաև այստեղ բիզնես բացել, նվեր կարող եք ստանալ կամ դուք ինքներդ պատրաստ եք ինչ-որ մեկի համար նվեր, կամ դա կարող է ինչ-որ մի բան է, որը ձեզ համար նվեր է, ոչ թե ֆիզիկական նվեր։ Հյուր կարող եք գնալ, ահա, այստեղ կարող է հյուրը ինչ-որ քաղցրավենիք է բերում, կամ դուք կարող եք գնալ, կամ ինքը կարող է գալ։ Տանը առիթ է, կամ ձեր, կամ ինչ-որ մեկի, եւ նաեւ դա կարող է լինել տան հետ կապված որևիցե հարցեր։ Այստեղ կարող է տունը ցույց է տալիս, որ տուն եք մաքրում, որպեսզի հյուրեր ընդունեք, առիթ է։ Եվ սպասում եք, ինչ-որ մեկին եք սպասելու կամ ինչ-որ բանի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 7-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչ կանեք, ինչպես կանեք, ամեն ինչը դուք պետք է անեք, ինչ-որ մեկի վրա հույս պետք է չդնեք։ Նաև ինչ-որ միտեղ կգնաք, երկար կմնաք, կամ ինչ-որ բան է նաև դանդաղում, ինչ-որ բան է նաև կանգնած, առաջ չի գնում, նաև ինչ-որ քայլեր անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք։ Եվ ինչ-որ մի հույս է առաջանում, կամ հույսն էլ դնում եք ինչ-որ մի բանի վրա։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 7-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը հնարավոր են բամբասանքներ կամ ձեր մասին կամ ձեր շուրջ կա ինչ-որ մեկը բամբասի, դուք լսեք կողքից։ Նաև նվեր կարող ստանալ կամ դուք նվեր տաք կամ պատրաստեք ուղղակի ինչ-որ մի բան։ Հնարավոր է նաև ինչ-որ մի բան է լինում, որը ձեզ համար նվեր է դա, որ իմանում եք կամ եւ այն ինչ-որ մի բան։ Նաև գաղտնիք կարող է բացահայտվել այդ օրը։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, հնարավոր է այդ գաղտնիքը ձեզ շատ է դուր գալիս։ Գումար կստանաք, բայց սուտ կա։ Կամ գումարը լիարժեք չեն տալիս, կամ լավ հաշվեք, կամ նաև կեսն են տալիս, կեսն էլ ասում են հետո կտանք, ինչ-որ մի բան է սուտ։ Եվ ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը կամ նման կենտրոն կարող եք գնալ այդ օրը, հրավերք որևիցե առիթի, կամ դուք կհրավիրեք, կամ ձեզ կարող են հրավիրել, եւ հյուր։ Այսքան է ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 7-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոչ է տանը կամ ձեր տանը կամ ինչ-որ մեկի տանը առիթ ունեք, պետք է գնաք, կամ իրեն կգան կամ տան հետ կապված որևէ իրադարձություններ են։ Նաև ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք աշխատանքի մասին խոսեն ինչ-որ մեկի հետ, ոմանք նաև գնան հարցազրույցի, պետական աշխատողի հետ հանդիպեք այդ օրը խոսեք, սիրված ձեզ կզգաք, ոմանք կարող են սիրահարվել, հենց կարող է աշխատանքի վայրում եք սիրահարվում, կամ ձեր վրա ձեզ են սիրահարվում։ Նաև դա կարող է լինել սիրո խոստովանություն ինչ-որ մեկի կողմից։ Օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված այդ օրը ինչպես կանցկացնեք, ինչ կանեք։ Նաև հեռախոսազանգ ունեք այդ օրը, դուք կզանգահարեք, ուրախ եք, տրամադրությունը բարձր է լինելու։ Ոմանք այստեղ թաքուն ինչ-որ գործողություններ են արել, ոմանք նաև կարող է թաքուն սիրային հարաբերություններ ունեն, թաքուն եռանկյուն հարաբերություններ ունեն, որոնց հետ կարող եք հանդիպել այդ օրը։ Եվ ոչ է գաղտնիք կբացահայտվի, չի բացառվում, որ գաղտնիքը բացահայտվում է հենց այդ թաքուն ինչ-որ պահերով։ Եթե առիթ է, կարող է երեխայի առիթ է, օրինակ, գաղտնիքը բացահայտվելը դա կարող է լինել երեխայի սեռի բացահայտումը կամ հղիության բացահայտում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծեղ ջուրներին։
Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 7-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, նաև պետական հիմնարկության հետ կապված ոչ հարցեր կան, որոնք որ պետք է անեք, լուծեք, նաև ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել այդ օրը կամ կարող եք տխրել, ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողնում, կարող գնում է, այդքան կարևոր գործ չէր կամ անկայուն գործ էր գնում է, եւ կամ նաև ինչ-որ մեկից եք բաժանվում, այստեղ հնարավոր է Կարող ինչ-որ մեկն է գնում դրա համար եք տխուր, ինչ-որ բան է գնում դրա համար եք տխուր, և ինչ-որ միտեղ կարող գնալ երկար մնալ, ինչ-որ մի բան դանդաղում է, դա է, այնքան է դանդաղում, որ դուք կարող է հանում եք այդ իրավիճակը ձեր կյանքից, ինչ-որ մի բան է, կամ կանգնած է, առաջ չի գնում, դրա համար դուք հանում եք, կամ ստիպված եք ինչ-որ մի բան անել և հետո ձեզ վատ եք զգում Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, հետո նոր արեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 7-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը կամ ձեր տանը կամ ինչ-որ մեկի տանը առիթ կա, պետք է գնաք, նաև տան հետ կապված ոչ հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, տեղափոխվում եք, ինչ-որ մի բան է, կամ վճարը պետք է տաք, վարձը պետք է տաք, որտեղ այստեղ վճար ունեք անելու, գումար պետք է ծախսեք, նաև դա կարող է լինել գումարի մասին ինչ-որ մեկի հետ խոսել, որ տուն եք գնում և արժեքն եք ճշտում Ճանապարհ կարող եք գնալ կամ ինչ-որ մարդիկ այդ օրը կարող են գալ ձեզ մոտ, նաև ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք,
ժամն կարևոր է ձեզ համար, այստեղ կարող է աշխատանքի ժամեր եք փոխում կամ երկար եք մնում աշխատելու այդ օրը կամ քիչ եք մնում աշխատելու, նման ոյցե բաներ։ Եվ ուրախ եք, տրամադրությունը բարձր է, բայց սուտ կա, ուշադիր եղեք այդ ստին։ Ոմանք կարող են այդ օր աշխատել, ոմանք կարող են շատ գործ ունենալ եւ ստիպված մի փոքր ուշ նաեւ նստել եւ աշխատել։ Ոմանք նաեւ կարող են հանդիպել պետական աշխատողի եւ ժամ եք պայմանավորվել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 7-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ բան է ձեզ հիասթափեցնում, կարող է աշխատանքի հետ է կապված, պետական աշխատողի հետ է կապված։ Նաև հարցազրույցի կարող եք գնալ, պատվերներ գրանցել, բայց կարող է աշխատանքի հետ է կապված է տխրությունը, հիասթափությունը ինչ-որ մեկից, աշխատանքի մեջ, ինչ-որ աշխատողներից։ Ոմանք նաև այդ օրը հրավեր կստանան առիթի, կամ դուք կարող եք մարդկանց հրավիրել, եւ գործնական հանդիպում ունեք, գործնական շփում, գործնական խոսակցություն ինչ-որ մեկի հետ եւ պետական հիմնարկություն։ Դա կարող է լինել հիվանդանոց, դա կարող է լինել ուսման կենտրոն, բանկ եւ այլն, եւ դատական գործընթացներ յուրաքանչյուր տեղ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։